11-ամյա Սվետլանան արդեն 1 տարի ամեն օր այս դռան մոտ կանգնած սրտադրոպ սպասում է։ Սպասում է, որ մայրիկը կգա ու ընդմիշտ կտանի իրեն Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնից։ Ամեն անգամ դուռը բացվելուն պես վազում է դեպի մուտքը։ Այս անգամ էլ իր հետևից չեն եկել, բայց հույսը չի կորցնում։ Շտապում են ընջարան, իրերը հավաքելու։ Էլ գաս օգնես մամաս Օնս կերեմ մեկ այսիս չէ, վեցա։ Սվետլանան 6 տարեկանից ապրում է այս կենտրոնում, մերթըթմերթ մայրիկին հանդիպում է, բայց երազում է այն օրվա մասին, երբ մեկ ընդմիշտ կլինի նրա կողքին։ Որ մոսին ասի, որ դու իմ հետ ես լինելու, ու էլ քեզ այնտեղ չեմ տանելու, ու մենք սիրուն տուն ունենք, ու իմ մոտ ամենից լավ է։ Ու կարևոր ինքը պետք է ասի, որ իմ բժիշկները ասել են, որ ինքը լավանալու է։ Մաման հիվանդ է։ Սրտի արատոլի մամաս։ Բայց լավանալու է։ Դաստիարակներին անընդհատ խնդրում էր նորից զանգել մայրիկին, հստակեցնելու, երբ կգա։ Թեպետ մայրիկից դեռ լուր չկա, շտապում է ընկերներին հրաժեշտ տալ, ասում է կկարոտի ու կփորձի գտնել նրանց այլ վայրերում։ Սպասման րոպեները երկար են տևում, անհանգստությունն էլ թաքցնելու համար որոշում ենք դուրս գալ զբոսանքի։ 2 ժամ շարունակ մայրիկին է գողում, փորձում արդարացնել, թե ինչպես ստացվեց, որ ստիպված եղան ապրել առանձին։ Մամայս ֆինանսականը այդքան էլ լավ չէ։ Ինձ բերեց տեղ, որ կարողանա աշխատի, կարողանա տուն վարձել ու նոր տեղից կտալի։ Մեծանամ նախագահ եմ դառնալու, ասում էր Սվետլանան ու թվարկում, թե կանի ամեն ինչ, որ մարդիկ ստիպված չլինեն սոցիալական վատ պայմանների պատճառով լքել երեխաներին։ Չէ, քողակի ինձ խաբել է։ Գնացել է Ռուսաստան ու էլ հետ չի եկել։ Որ հետ կար։ Եթե իմ կողքին լիներ ու իմ մամային օգներ, հիմա ես տեղ չէի լինի ու լավ կապրեի։ Որովհետև իմ մաման այդքան աշխատում է, սկուզեի, որ իմ մաման չաշխատեր, մենակ իմ պապան աշխատեր։ Որտեվ մամուս պետք է տանը մնա։ Բայց իմ մաման, ես 6 տարեկան եմ եղել, ինքը 6 տարեկան։ Այսինքն, որ պապաս ինձ 3 տարեկան ինձ թողել է, 3 տարեկան իմ մաման ինձ պահել է ու աշխատել է։ Մինչև հիմա էլ աշխատում է։ Բա հիմա մամա արդեն կարա այնպես լանի, այնպես պահիկես, որ դու իր հետ չգաս։ Մամաս առաջ բանում էր աշխատում, պահածոների գործարանում, բայց հիմա Մուրացանի հոսպիտալում աշխատում։ Այնտեղ աշխատավարձ ավելի բարձր են տալիս, ինքն էլ տուն վարձեց։ Ասում էր, թե խնամքի այս կենտրոնում էլ իրեն բաց չի զգում, բացատրելով, թե ուրախ մարդ է եւ տխուր բալիկներին էլ փորձում է վարակել իր հումորներով։ Ընկերների հետ մեզ ծանոթացնելիս էլ պատմում էր. Սևադան տաղանդավոր рэփեր է, Էլիզան հրաշալի բանաստեղծուհի, Սպարտակն էլ ընտիր նկարում է, իսկ ես անտաղանդ եմ, ոչինչ չեմ կարողանում գրել ու հորինել։ Հենց փորձում եմ կենտրոնանալ, մայրիկիս եմ հիշում ու ամեն ինչ խառնվում է իրար։ Այ դու քո տարիքի բալիկներին ինչ կմաղթես, ինչ կուզես, որ բոլոր աշխարհի երեխեքի համար լինի։ Որ իրանց մամայի մոտ լինել, մաման է պետք։ Որ մաման չլինի, ոչ մի երեխա ուրախ չի լինի։ Հունիսի 1-ը դարձավ Սվետլանայի համար ուրախության տոն։ Սպասման ժամերն իզուր չանցան։ Մայրիկը եկավ դստրիկի հետևից։ Իսկ թե ինչքան կտևի մոր եւ դստեր համատեղ կյանքը, երեխաների աջակցության կենտրոնի աշխատակիցները խուսափում են կանխատեսել։ Մայրիկը խոստումներ չտվեց, սակայն Սվետլանան վստահ է, սա վերջին հրաժեշտն է մանկական այս կենտրոնին։